Հայաստան-Կիպրոս հարաբերություններում նոր մակարդակի անցման ակնկալիք կա ռազմավարական գործակցության ձևաչափով։ Այս մասին համատեղասուլիսում ամփոփելով պաշտոնական հանդիպման արդյունքները հայտարարել են Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ կողմերն արդեն տարբեր ոլորտներում ունեն սերտ գործակցություն, իսկ այժմ ժամանակն է այն բարձրացնելու ռազմավարական մակարդակի։ Մեր կողմից նաեւ առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցությանը եւ Տիկին Դմիտրիան իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին։ Ըստ Սիմոնյանի միջազգային հարթակներում Կիպրոսի ներկայացուցիչները միշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, ինչն էլ առանձնահատուկ նշանակություն ունի հայկական կողմի համար։ Այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դմիտրիին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն էլ ընդգծել է. Կիպրոսը լիարժեք աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ կարեւորում է Հայաստանի եվրոպական ուղին։ Մենք հուսով ենք, որ հնարավորին շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրել է այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի։ Դա կօգնի Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, նաեւ մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է, վերահաստատում ենք։ Մենք ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին եւ այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք դեպի Եվրոպա, ձեր ճանապարհին։ Դմիտրիուն նաև նշել է, որ Կիպրոսն աջակցում է խաղաղության հաստատմանը ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում։ Խաղաղություն հարկավոր է նաև Կիպրոսին։ Ինչպես գիտեք, Կիպրոսն արդեն 50 տարի է բաժանված է։ Կիպրոսն էլ մեկ օրինակ է հասկանալու, հարկավոր է, որ լինեն խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Բարձրաստիճան հյուրի խոսքով իր այցի ընթացքում իրապես հուզիչ է եղել Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը։ Իր ելույթում Դմիտրիուն վերահաստատել է. միջազգային հարթակներում Հայաստանը եւ Կիպրոսը պետք է շարունակեն գործակցել համերաշխության սկզբունքով։ Բացի դրական ուղերձներից Կիպրոսի խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդիրներին ու ընթացող դատավարություններին։ Մենք չենք կարող համաձայնել այն ամենին, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին։ Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Ես լիահույս եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում, իր հանգուցալուծումը կգտնի։ Դմիտրիուն քննադատել է Ադրբեջանում ընթացող շինծու դատավարությունները, շեշտելով. այսօր 2025 թվականին նման դրսևորումները պետք է բացառվեն։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։